Զարգացման ինչ ներուժ ու հեռանկարներ ունեն Լոռու Մարսի Ալավերդի համայնքի փոքրայրում եւ Փամբակ համայնքի Քարաբերդ գյուղերը։ Հանքարդյունաբերական երկու գյուղերում քննարկվում է կանաչ զարգացման այլընտրանքային հնարավորություններն ու հեռանկարները։ Դեկտեմբերի 24-ից 25 այդ թեմայով կլոր սեղաններ տեղի ունեցան Լոռու Մարսի Վանաձոր, Ալավերդի, Քարաբերդ, Աղթալա եւ Փոքրայրում բնակավայրերում։ Նպատակն է բնակիչներին ներգրավել այլընտրանքային զարգացման գործընթացներում, ընդգծելով туриզմի, էկոտուրիզմի եւ կանաչ տնտեսության զարգացման հնարավորությունները։ Զբոսաշրջության զարգացման հնարավորությունների մասին խոսվեց նաև Աղթալայում։ Նշվեց հողատարածքների բացակայության պատճառով գյուղատնտեսության զարգացման հեռանկարներ այստեղ չկան։ Փոխարենը պատմաճարտարապետական հուշարձաններն ու գեղատեսիլ բնությունը զբոսաշրջության զարգացում է ենթադրում։ Լնայք ինչ լեռներ ունենք, ել չասեմ ինչքան ամրոցներ ու շինություններ կան, որոնց պատմությունը պետք է ներկայացվի անպայման։ Մենակ քանի այստեղ ամրոցներ կա Դավիթ անհողու կողմից կառուցված, այստեղ լենք թեմուրն է, այնտեղ վերևը կկկվի բուն են ասում դա, եկեղեցին, հրաշք եկեղեցին։ Ինձ թվում է այստեղ հանքարդյունաբերությունը իր հետքը թողել է մարդկանց մտածողության վրա, մարդիկ սահմանափակ են մտածում, միշտ գնացել են աշխատել, եկել այդքանով բավարարվել, չկա, ասենք, բիզնես մտածողություն, ես օրինակ մենակ եմ ապրում 4 սենյականոց բնականում, ես իմ բնականում էլ սիրով հյուրեր կընդունեմ։ Աղթալայում զբոսաշրջիկների պակաս չկա, փոխարենը նրանց այստեղ ընդունելու եւ մի քանի օր պահելու պայմաններ չկան, հյուրանոցներ, հյուրատներ, ասում է ոլորտի ներկայացուցիչ Արամ Փարսադանյանը։ Արամն ասում է, հանքի պաշարները մի օր սպառվելու են ու անհրաժեշտ է համայնքում տնտեսության այլ ճյուղերը եւս զարգացնել։ Օրինակ ներդրումներ ներգրավել հյուրանոցային բիզնեսի համար, համայնքի ու տեղացիների ուժերով դա իրատեսական չի համարում։ Մեծ ներդրումներ են պետք եւ ներդրումների համար գրավիչ միջավայր։ Սեզոնի ընթացքում, եթե չեմ սխալվում, 80-ից 100 հազար զբոսաշրջիկ այցելում եւ այս պայմաններում ամբողջ Աղթալայում կա գործում է ընդամենը մեկ ռեստորան, սրճարան։ Սա կարելի է ինչ-որտեղ համարել абսուրդ, որովհետեւ նվազագույնը գոնե 4-5-ը պիտի լինի, էլի մի քանի հյուրատուն կա, որոնք 1 սենյակ, 2 սենյակ, առավելագույնը 2 սենյակ, որտեղ հնարավոր է օրինակ 4-5 հոգի առավելագույնը 6 հոգի տեղավորվի։ Սա որևէ դեր չի խաղում, սա որևէ հարց չի լուծում, հա, զբոսաշրջության ռեսուրսի հաշվարկի տեսակետից պիտի լինի նվազագույնը 2-3 հյուրանոց, որը կարողանա ապահովել 20 եւ ավել զբոսաշրջիկ։ Ի տարբերություն Աղթալայի հարևան Փոքրայրում գյուղում վերջին տարիներին հյուրատնային բիզնեսը մեծ թափով զարգանում է, նույնիսկ առանց պետական աջակցության։ Մեկնարկը տրվեց 2021 թվականին, երբ այստեղ բացվեց Green Camp էկոգյուղական ու քաղաքացիական հասարակության զբոսաշրջային կենտրոնը։ Green Camp-ի օրինակը վարակիչ եղավ ու շատ չանցած հաջորդ տարի նոր հյուրատուն բացվեց, հետո եւս մեկը։ Այսօր արդեն Փոքրայրում գործում է 1 քեմփինգ, 3 հյուրատուն, այդ թվում հյուրընկալության ծառայություն է գործում նաեւ Արամյանցի դղյակի ինքից։ Հյուրատների գործունեությունը տնտեսական ակտիվություն է բերել գյուղ։ Այստեղ նույնիսկ խանութ է բացվել, որը նախկինում չի եղել։ Գյուղի բնակիչներից շատերը աշխատատեղերի ստեղծման սպասումներ ունեն հյուրատնային բիզնեսից։ Եթե օրինակ ավելի շատ կան, օրինակ արդեն ժողովրդի համար էլի աշխատատեղեր կբացվի, թեկուզ խոհարարներ, օգնականներ, հավաքարարներ թեկուզ էլի, հա։ Դից ինձ թվում է թե ավելի լավ կլինի էլի։ Փոքր գյուղ է, ճիշտ է, քիչ մարդիկ են, բայց այս քիչ մարդիկն աշխատեն, դից մեծանա կարող է նույնիսկ մեր երեխեքը որ Երևան են կամ Ռուսաստան են գնացել կվերադառնան, էլի, թե աշխատատեղեր շատանան։ Զբոսաշրջության զարգացման նախադրյալներ կան նաև Փամբակ համայնքի Քարաբերդ գյուղում։ Մինչ օրս սակայն հյուրընկալման ծառայություններ այստեղ չեն զարգացել։ Հայաստանի կառավարությունը հայտարարել է Հայաստանի մի շարք համայնքներ եւ բնակավայրեր զբոսաշրջային կլաստերներ, եւ օրինակ Փամբակ համայնքը ինքը հայտարարվել է զբոսաշրջային կլաստեր, Փամբակ բնակավայրը մասնավորապես, եւ հենց նրան սահմանակից գտնվում է Քարաբերդը, որտեղ որ փորձում են այսինքն արկա հանքերին զուգընթաց նոր հանքեր բացել եւ մարդկանց համար իրական այլընտրանք կարծես թե չի առաջարկվում, այնինչ մենք պետք է արձանագրենք, որ տարիներ առաջ Քարաբերդ գյուղում որոշ քաղաքացիներ առանց պետական աջակցության փորձել են զարգացնել զբոսաշրջություն։ Այսինքն իրենք կառուցել են հյուրատներ, քեմփինգներ, սակայն չունենալով որոշակի աջակցություն քաղաքականության մակարդակով իրենց նախաձեռնությունները մարել են
եւ նաեւ մոտիվացիան է պակասել, դրան զուգընթաց այն ռիսկը, որը անդադ կրում են, որ ամբողջ գրեթե գյուղում տարածքներում պետք է նոր հանքավայրեր բացել, մարդկանց այլևս չի տալիս այն համոզվածությունը, որ իրենք պետք է այդտեղ զարգացնեն զբոսաշրջություն, համարելով դա գրեթե անհնար։ Քննարկումների հաջորդ կանգ առ Ալավերդիում էր, այստեղ էլ խոսվեց կայուն կանաչ զարգացման հեռանկարների ու կարևորության մասին։ Հիմա տուրիզմը ինքը վերափոխվում է, ավելի շատ զբոսաշրջիկին հետաքրքիր է նաև փորձառությունը, ինչ-որ process-ի մասնակցի, չգիտեմ, գյուղական համայնքում օրինակ մասնակցի այդ այգեգործական process-ների կամ նաև հետաքրքիր ուղղությունների ձիավարությունը, մենք օրինակ այս վերջ տարիներին մեղվաբուծության մաստեր կլասեր ենք իրականացնում, գիտեմ արդեն տնտեսվարողներ, ովքեր որ իրականացնում են վայրի համտես կամ իրականացնում են այդ մեր տեղական ուտեստների, ինչ-որ փորձառություն, մաստեր կլաս պատրաստման, բայց շատ քիչ է էլի այդ ամեն ինչը, պետք է ավելի մեծ թափով այդ ամեն ինչը անել ու նաև պետք է մեծ դեր ունի նաև մարքեթինգը, որը որ այդքան էլ ուժեղ չի թիրախավորում այս համայնքները որպես ագրո ու գաստրո զբոսաշրջության ուղղություն։ Երբ խոսում ենք քաղաքի համայնքի զարգացման մասին, մենք անմիջապես մտածում ենք մեծ ներդրումների, որ պիտի անպայման ինչ-որ մեկը կամ ինչ-որ կազմակերպություններ մեծ գումարներ բերեն համայնք, որ նոր սայլը տեղից շարժվի ու ինչ-որ մի ծրագիր իրականացվի, բայց ես կարծում եմ, որ տեղական մակարդակում կարելի է սկսել փոքր քայլերից, օրինակ հենց ինչու՞ չէ նախկին ավանդույթներից մեկը լորվա ձմեռ փառատոնը, որ այսօր էլ Ալավերդին տեսեք խոշորանցված համայնք է արդեն ու պատկերացրեք 28 բնակավայրեր մասնակցում են այդ փառատոնին, դա ասենք մարզի մակարդակով չէ, զուտ համայնքի ու մենք օձունում ունենք հրաշալի բնություն, հրաշալի տեղանք, որ նախկինում անց է կացվել այդ հսկայական միջոցառումը։ Քննարկումների ընթացքում հավաքագրված առաջարկությունները ամփոփվելու են Քարաբերդ եւ Փոքր Այրում բնակավայրերի կարիքների գնահատման ու այլ ընտրանքային զարգացման հայեցակարգային հաշվետվության մեջ։ Ինչու ընտրվեց այս երկու բնակավայրերը, քանի որ Փոքր Այրումը կարող է դիտարկվել որպես տուրիստական կլաստեր եւ մեծ հնարավորություն ունի կանաչ եւ կայուն զարգացման համար, ռազմավարությունից հետո ավելի արդյունքները կամփոփվեն, ավելի ճշգրիտ արդյունքներ կլինեն, սակայն հարցումներից պարզ է դառնում, որ տարածաշրջանում հյուրատնային բիզնեսի մեծ հեռանկար կա եւ անասնապահության, կանաչ տնտեսությունների զարգացման, կանանց ներգրավման ձեռնարկատիրական գործունեություններում։ Գործընթացն իրականացվում է Չեխական Արնիկա, Հայաստանյան համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն եւ Էկոլուր հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ, Չեխիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ, տրանսֆորմացիոն համագործակցության ծրագրի շրջանակում։ Չեխիան հանքարդյունաբերական համայնքների այլ ընտրանքային վերափոխման հաջողված փորձ ունի, որը շատ օգտակար կլինի նաեւ մեր համայնքների համար, ասում է Օլեգ Դուլգարյանը։ Չեխիայում հանքարդյունաբերական գրեթե բոլոր համայնքներում ստեղծել են զբոսաշրջային ենթակառուցվածքներ, նախ նշեմ, որ Չեխիայում գրեթե բոլոր հանքավայրերը փակվել են եւ նախկին հանքարդյունաբերական համայնքները ունեն լավ փորձառություն այլընտրանքային զարգացման ուղղությամբ, որտեղ մարդիկ չեն մնացել գործազուրկ, այլ աշխատում են արդեն օրինակ զբոսաշրջության ոլորտում։ Եվ դա որպես նաև այլընտրանք է, որտեղ ի վերջո բոլոր արդյունաբերական կենտրոնները իրենք ի վերջո, մի օր սպառվում են եւ դրան զուգընթաց պետք է այդ այլընտրանքը տեղի ունենա։ Նախաձեռնողների խոսքով մշակված փաստաթուղթը կարող է ծառայել որպես ուղեցույց տեղական այլընտրանքային եւ կանաչ զարգացման քաղաքականությունների եւ նախաձեռնությունների մշակման ու ներդրման համար։ Քաղաքացու ձայնը Լոռու մարզի Ալավերդի համայնքից։